Կապ չունի սրանք ոնց են ներկայացնում իրենց արածները, հայրենասիրություն, անկախություն, ինքնիշխանություն, թավշյա հեղափոխություն, ժողովուրդ եւ այլն, սրանց արածը ադրբեջանա-թուրքական շահի ծառայում է։ Ինչ ուզում են գոռան, կարևոր չէ։ Գոռում էին Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո ինչ եղավ։ 2020 թվականի հուլիսին ասում էր հուլիսյան հզոր մարտերը ցույց տվեցին, որ հայկական բանակը անպարտելի է, Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Հետո ինչ եղավ։ Արայիկ Հարությունյանն ասում էր, երբեք Արցախի ու Հայաստանի երկինքը այսքան ապահով չի եղել։ Հետո ինչ եղավ։ Սրանց խոսքերի լրջությունը էդ է։ Ալենը նույն ոգևորությամբ, որ ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, հիմա նույն ոգևորությամբ ասում է, թե Արցախը երբեք չի եղել հայկական։ Երբ ասում ենք ադրբեջանա-թուրքական իշխանության ունի հիմք, դա այս իշխանության իրական կերպարի հոգեբանության, քաղաքականության նկարագրումն է։ Հիմա սրանք ինչ անում են, համոզմունքով են անում, գործակալ են, արյան կապ կա, ստիպված են անում, դա ցույց կտա հետագա բացահայտումները, որոնք անպայման լինելու են։ Բայց այս մեր երկիրը ընդունենք, որ շատ մնաց ադրբեջանա-թուրքական գծի մեջ 7 տարի, այդ 7 տարում այդ քաղաքականությունը մեզ շատ ողբերգություններ բերեց։